Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դրված է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարը։ Եկեղեցում տեղի ունեցավ առավոտյան ժամերգություն, հետո խաչքարի մոտ տեղի ունեցավ նաև հոգեհանգստի արարողություն։ Դեր ողորմյա, Դեր ողորմյա, Դեր ողորմյա, Քրիստոս որդի Աստուծո, անուխագալ եւ բարեգութ, գթա քո արարչական սիրովը իոքիս հանգուցյալ ծառայից Եվս առավել հիշյադեր 1988 թվականի ահեղ երկրաշարժին իրենց կյանքը զոհաբերած անմեղ հայորդիների հոգիները, հիշյա Ավուր Մեծի Գալստյան արքայության, հարարժանի ողորմության, հավության և թողության մեղած, դասավորյալ բայձարածո ընցուրպս քո աչագուրման դասում, զիթու ես Տեր և արարիչ ամենեցուն, տադավոր գենթանյաց և մրելոց, և քեզ վայել պար, իշխանություն և բադիր, այժմ և միշտ և հավիդյանս հավիդենից ամեն, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Ապա հայտարարվեց լռության րոպե։ Թեպետ անցել է 25 տարի, բայց վերքերը չեն բուժվել։ Վանաձորցիները եկել էին հարգանքի տուրք մատուցելու, խնկարկելու երկրաշարժի զոհերի հիշատակը։ Ցավը մեծ էր մի բուռ ժողովրդի համար, ով մինչ այդ տեսել էր եղեռն, բազում կորուստներ։ Սակայն հայը միշտ էլ բոլոր ժամանակներում իր մեջ ուժ է գտել հաղթահարելու ցավը եւ շարունակել է ապրել արարելով։ Ժամանակները ասում են, որ աբաքինում են վերքերը, ճշմարիտ է, այդպես էլ կա։ 25 տարի անցել, ժամանակը վերքերը բուժել է, սպիացրել է անգամ, կարող ենք ասել, սակայն ցավը չի մեղմացել, սպին էլ ցավ ունի, և մենք այդ սպին ունենալով հանդերձ ցավը կրում ենք մեր մեջ, հետևանքները դեռ երկրաշարժի չեն վերացել, Անտուն, Անոթևան, 4000-ից ավել բնակիչներ դեռ ունենք, ցավում ենք, որ այսպես է, ցավում ենք, որ չկարողացանք այնպես մոբիլիզացնել մեր ուժերը, որ վաղուց վերացրած լինենք երկրաշարժի հետքերը։ Սակայն այդուհանդերձ համառ քայլերով հայ մարդը կրկին անգամ ուզում է ապացուցել, որ ինքը անկախ կրած հարվածներից, կորուստներից, ցավերից ունակ է ոտքի կանգնելու, իր կյանքը շարունակելու, բարօրելու համար։ Աստված օրհնի մեր ժողովրդին։ Այսօր շատ խորհրդավոր, շատ տխուր եւ այնուամենայնիվ միշտ հիշելու օր է երկրաշարժի զոհվածների եւ ուզում եմ ասեմ բոլոր ով մնացել է կենդանի այդ սուր վատ օրերից, թող նրանց հոգին էլ խաղաղվի, որովհետեւ մենք հարգում ենք, մենք գնահատում ենք, մենք այդ զոհվածներին երբեք չենք մոռանա, որովհետեւ նահատակվել են։ Բայց այս երկրաշարժից հետո քաղաքն ոտքի է կանգնել, կյանքը շարունակվում է, բայց ապրողները չպետք է մոռանան այդ արհավիքը, պետք է ամեն անգամ հիշեն, ոչ միայն այս օրը, այլ ընդհանրապես։ Ներկաների ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին 88-ի զոհերի հիշատակի խաչքարին։ Մարինա Անդրեասյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։